6 ամիս շարունակ Երևանի պատմության թանգարանում գործել է Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ միջազգային ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվել է Անահիտ Աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը։ Այն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում եւ պատմության թանգարան է տեղափոխվել հեղինակավոր բրիտանական թանգարանից։ Ամփոփելով ցուցահանդեսի արդյունքները պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել է. Ցուցահանդեսը ունեցել է 55,000 Ից ավելի այցելու, ավելի կոնկրետ 55,837 այցելու, ընդ որում շատ ուրախալի է, որ նաև զգալի թիվ են կազմել դպրոցական այցելությունները, պետության կողմից աջակցությամբ աբոնեմենտային ծրագրով այցելությունները եւ նաև եղել են անվճար այցելությունների քանակ, ինչպես գիտեք, անվճար է հատկապես սահմանված մինչև 12 տարեկան երեխաների եւ նաև որոշ կատեգորիաների համար։ Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվել են բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք ունեցել են ավելի քան 200 մասնակիցներ։ Հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը, որի հայերեն տարբերակը մշակման փուլում է։ Այս ցուցահանդեսը փաստորեն բրիտանական թանգարան եւ հնարպես միջազգային ցուցահանդեսների կազմակերպման բարձր այս չափանիշների հիմքով էր կազմակերպում եւ առաջին անգամ փաստորեն Հայաստանը այս բարձր մակարդակով փոխառություն ունեցավ եւ սա նաեւ կդառնա շարունակական։ Հնարավորություններ Հայաստանի պատմության հարուստ հավաքածուները համադրել նաեւ այլ հեղինակավոր թանգարանների հետ, թանգարան պահվող մշակութային արժեքների հետ, որը լրիվ նոր ձևաչափ է։ Խորհրդանշական էր նաև ցուցահանդեսի բացումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրը։ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրության շրջանակում այցելուները հնարավորություն են ստացել տեսնելու ավելի քան 6 տասնյակ ցուցանմուշ։ Ներկայացվել է Մայր Աստվածության գաղափարը, հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ ու թել։ Այս ցուցադրությունը երկխոսություն է ժամանակների, տարածությունների ու երկու թանգարանների միջև, որը տեղի է ունենում Մայր Աստվածության գաղափարի շուրջ, որպես կենսատու սկիզբ եւ կյանքի շարունակության խորհրդանիշ։ Նախնական պայմանավորվածությամբ ցուցահանդեսը պետք է գործեր մինչև 2025 թվականի մարտի 21-ը, սակայն այցելուների մեծ հոսքի պատճառով այն երկարաձգվել էր մինչև ապրիլի 10-ը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ նշել է. Այս ցուցահանդեսը նաև ազդել է առհասարակ հանրության թանգարաններ այցելությունների վրա։ Այսինքն սա նաև հանրահռչակել է այլ բոլոր մեր թանգարանների ուրեմն ցուցահանդեսները, ինչը շատ կարևոր է եւ ես կարող եմ նույնիսկ ասել, որ 2024 թվականի առաջին եռամսյակում մենք ունեցել ենք 161,000 այցելու շուրջ, իսկ այս եռամսյակում 177, դա էլ հաշվի առնելով այն փաստը, որ զբոսաշրջության մի փոքր անկում ամեն դեպքում կա։ Փոխնախարարը կարևորել է նաև Մեծ Բրիտանիայի հետ գործակցությունը, նշելով, որ այն խթանելու է նաև միջազգային այլ թանգարանների ու կառույցների հետ գործնական կապերի ստեղծումը։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալահերն էլ գոհունակությամբ նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ցուցադրությունն ավելի քան 55,000 այցելուի թիվը տպավորիչ ձեռքբերում է։ Ես շատ ուրախ եմ, որ բրիտանական թանգարանը եւ Հայաստանի պատմության թանգարանը հաջողությամբ գործակցել են այս պատմական ու հիշարժան ցուցահանդեսի շրջանակում։ Այն հայերին առանձնահատուկ հնարավորություն է տվել կապվելու սեփական ազգի մշակույթին, իսկ զբոսաշրջիկների համար Հայաստանի հնագույն քաղաքակրթությունն ու այս հրաշալի երկիրը ավելի լավ ճանաչելու աննախադեպ առիթ է ստեղծվել։ Իդեպ 1873 թվականին փոքր հայքի Սատաղ, ներկայիս Թուրքիայի Էրզրումի Սադակ մարզում էլ առաջին անգամ հայտնաբերվել է մեր թվարկությունից առաջ 4-ից 2-րդ դարում պտղաբերության մայրության աստվածուհի համարվող Անահիտի բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը։ Ըստ բրիտանական թանգարանի կայքի Անահիտի պաշտամունքային արձանը մի քանի հնավաճառներ ձեռքից ձեռք են փոխանցել, մինչև այն հայտնվել է բրիտանական թանգարանում։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։